Պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում, որը գրում է մեծ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի անունը։ Մեր դպրոցը նույնպես գրում է Ղազարոս Սարյանի անունը եւ ի պատիվ Դասության 105-ամյակի մենք այսօր հավաքվել ենք այս մյուզիկալ դահլիճում վայելելու Սարյան 105 խորագիրը գրող գեղեցիկ համերգը։ 2025 թվականը մեր դպրոցում հայտարարվել է Սարյանական տարի եւ ողջ տարվա մեր բոլոր միջոցառումները նվիրված են եղել մեծ կոմպոզիտորի վառ հիշատակին։ Սարյանի հորիանական տարին մեր դպրոցում մեկնարկեց կոմպոզիտորի դուստր Սոֆիա Սարյանի դասախոսությամբ, որը նվիրված է Ղազարոս Սարյանի կյանքին եւ ստեղծագործական ճանապարհին։ Այսօր Սոֆիա Սարյանը մեզ հետ է, եկեք ողջունենք նրան։ Ընթացքում տեղի ունեցած միջոցառումների ընթացքում մշտապես խոսվել է Սարյանական տոհմիկ մտավորական ընտանիքի մասին։ Եթե երկու բառով փորձեմ ներկայացնել Սարյանի կյանքն, ապա Ղազարոս Սարյանը հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի եւ գրող Ղազարոս Աղայանի դուստր Լուսիկ Աղայանի որդին է։ Մասնակցել է հայրենական մեծ պատերազմին։ Ծանր մարտերը կոմպոզիտորի շնորհիվ ուղեկցում էին երաժշտությամբ։ Այստեղ նա նվագում էր բարյան, իսկ նրա հեղինակած երգերը երգում էր ամբողջ քունդը։ Պատերազմի ավարտից հետո Սարյանը սովորել է Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։ Այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել է գործիքագիտություն, ապա ղեկավարել ստեղծագործական դասարանը։ Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ Ղազարոս Սարյան անունը կոմպոզիտորների հայկական հզոր հյուրերի մեջ է Ալեքսանդր Հարությունյան, Արնո Բաբաջանյան, Ադամ Խուդոյան, Էդվարդ Միրզոյան եւ Ղազարոս Սարյան։ Իհարկե մեծ եւ անչափելի այն ճանապարհը, որն անցել է կոմպոզիտորը, սակայն մենք փորձում ենք յուրաքանչյուր միջոցառման շրջանակներում խոսել նրա կյանքի եւ ստեղծագործությունների մասին, քանզի շատ ենք կարեւորում այն աներևույթ կապը, որ ստեղծվի սերունդների, ապագա արվեստագետների եւ մեծ կոմպոզիտորի միջեւ։ Դպրոցում յուրաքանչյուր տարի առաջին 20-ամյակի ընթացքում արդեն ավանդույթ է դարձել պարտադիր կերպով կազմակերպել երկու մեծ մտավորականների Ղազարոս Սարյանի եւ նրա կնոջ Արաքսի Սարյանի հիշատակին նվիրված համերգ ցուցահանդեսներ։ Ուզում եմ անպայման շեշտել, որ դպրոցը մշտապես շատ ջերմ հարաբերություններ է ունեցել երաժշտագետ կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի հետ, ով շատ սիրված էր մեր կողմից եւ մշտապես իր դուման էր ներդնում դպրոցի զարգացման հարցում։ Իր շնորհիվ Ղազարոս Սարյանի գրադարանից մեծ քանակությամբ նոտաներ են նվիրաբերվել մեր դպրոցի գրադարանին։ Մեր դպրոցը նաև ջերմ հարաբերությունների մեջ է Մարտիրոս Սարյանի տուն թանգարանի հետ, որտեղ վերջերս տեղի ունեցավ մեր սաների համերգը, որի շրջանակներում երեխաների համար կազմակերպվեց էքսկուրսիա ցուցահանդես։ Դեկտեմբերի 1-ին մեր դպրոցում տեղի ունեցավ Ղազարոս Սարյանին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին դպրոցի պարարվեստի, կերպարվեստի եւ երաժշտական բաժինների սաները։ Մինչ բուն համերգին անցնելը ուզում եմ անպայման շնորհակալություն հայտնել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Ծովինար Մովսիսյանի այս մյուզիկալ համերգասրահը մեծ անշահախնդիր եւ ողջամատել։ Շնորհակալություն ենք հայտնում նաեւ օպերային ստուդիայի տնօրեն Հասմիկ Պապյանին։ Որ համերգը իրականացվում է կոմպոզիտորների միության հետ համատեղ նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ։ Նաև մշտապես մեր կողքին լինելու եւ երգչախմբին աջակցելու համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ պրոֆեսոր Դավիթ Ղազարյանին, ում մոտ ուսանել է մեր դպրոցի երգչախմբի խմբավար Գրիգոր Հարությունյանը։ Նաև կոնսերվատորիայի դասախոսներ, երաժշտագետներ, մշակույթի գործիչներ, քանակել զեկում վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներ եւ արվեստի այլ գործիչներ։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրի անհատապես, որ այսօր մեզ հետ եք։ Մեր ինչ այսօրվա մեր համերգը բաղկացած է 3 մասից։ Ելույթ ունենան դպրոցի երգչախմբերը եւ շնորհալի մենակատարները։ Հնչելու են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, երգչախմբերը կկատարեն արդի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ովքեր այսօր մեզ հետ ներկա են։ Ողջունեք։
Քանի որ հնարավոր չէ ամբողջությամբ ներկայացնել Ղազարոս Սարյանի արվեստի դպրոցի երգչախմբի հաջողություններն ու մրցանակները, կասեմ, որ երգչախումբը հանրապետական և միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է։ Եվ այսպես բերվում է Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի միջին տարիքի երգչախումբը, խմբավար Գրիգոր Հարությունյան։ Կոնստանտին Պետրոսյան, շոկոլադե ժամացույց։ Կոմպոզիտորն այսօր գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հեռավար կապով այժմ միացել է մեր համերգին։ Եկեք ողջունենք նրան։ It's
Գյուրգիև, Արամ Սաթյան, Խենթ Քամի, ստեղծագործության հեղինակն այսօր մեզ հետ է, ծափահարեք։ Ստեփան Բաբաթորոսյան, այս ավտոր, կոմպոզիտորը նույնպես այսօր ներկա է մեր համերգին, ողջունենք։ Մարտին Վարդազարյան, Հզուկների երգը։ Yeah.
Չափազանց կարևորում ենք հայ մշակույթի տարածումը։ Մեր համերգներին մշտապես հնչում են հայ կոմպոզիտորների 3 սերնդի ներկայացուցիչների ստեղծագործություններ, հայ դասականներ, արդի կոմպոզիտորներ եւ մեր դպրոցի կոմպոզիցիայի բաժնի աշակերտների ստեղծագործությունները։ Բացի երաժշտական բաժնից հայկական մոտիվներով եւ առավելապես սարյանական գույներով է ոգեշնչված դպրոցի կերպարվեստի բաժնի սաների աշխատանքները։ Ինչպես նաև բարևեստի բաժինը մշտապես ներկայացնում է հայկական բարերի բեմադրություններ, իսկ թատերական բաժինը հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա բեմադրած ներկայացումներ։ Մշակույթը մեր ազգային ինքնության հիմնական ցուցիչն է, ուստի մենք պարտավոր ենք պահել, պահպանել եւ փոխանցել այդ սերունդներին։ Դե ինչ կարծում եմ ժամանակն է, որ անցնենք մենակատարների գերույթներին։ Հպարտությամբ նշեմ, որ այսօրվա բոլոր մենակատարները հանրապետական եւ միջազգային ցույցների դափնեկիրներ են եւ բազմիցս բարձր պահես դպրոցի անունը տարբեր հեղինակավոր բեմել։ Դրանց կատարմամբ այսօր կվայելենք պատահարապես Խազարոս Սարյանի ստեղծագործությունները եւ այսպես Խազարոս Սարյան լիրիկական բեմում է կանոնի դասարանի աշակերտ Լուսինե Ալեյանը, դասատու Նաիրա Պապիկյանը։ Խազարոս Սարյան, Պապիկի ժամացույց, կկատարի Դաշնամուրի դասարանի աշակերտուհի Անի Վանցյանը, դասատու դոցենտ Ժաննա Բաղրամյանը։ Խազարոս Սարյան, Արավոտյան Սերենյան, կկատարի կլարնետի դասարանի աշակերտ Մհեր Դավթյանը, դասատու Սուրեն Խորոզյան, նվագակցող Տիգրան Մեսրոպյան։
Պար, կվայելենք Դաշնամուրի դասարանի սան Դանիել Միքայելյանի կատարմամբ, դասատու Անի Բաղդասարյան։ Հազարով Սարյան, Արիա, կկատարի մեր դպրոցի շրջանավարտ Անի Մելիքյանը, դասատու Արթուր Հովհաննիսյան, նվագակցող նույնպես մեր դպրոցի շրջանավարտ Արաքս Աշճյան։
կկատարի մեր դպրոցի շրջանավարտ Արաքս Աշճյանը, դասադու Պրիվսիմե Աղաքարյանը։
է բերում հրավիրելու դպրոցի ավագ երգչախմբին։ Եկեք ծափերով ողջունենք նրան։ Սիրելի ներկաներ, ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն կոմպոզիտորներին, ում ստեղծագործություններն այսօր հնչել և դեռ հնչելու են։ Շնորհակալ ենք, որ մեզ նվիրել և նվիրում եք այսքան գեղեցիկ ստեղծագործություններ, որոնք ապրելու են հավերժ։ Դե ինչ բերում է դպրոցի ավագ երգչախումբը, խմբավար Գրիգոր Հարությունյան, նվագակցող Ֆիքսիմե Աղաքարյան, Արամ Սաթյան, երգ անմոռաց։ Եվս մեկ անգամ ողջունենք ստեղծագործության հեղինակը մեր դպրոցի կոմպոզիցիայի բաժնի ղեկավար Արմենուհի Կարապետյանն է։ Ողջունենք նրան։ Եվ այսպես Արմենուհի Կարապետյան անմահների կանչը։ Koro
Վահե Հայրապետյան, Երկիր անարի, կոմպոզիտորն այսօր այստեղ է, ողջունենք։ Երկիր անարի, անուշ ով էլի օրա
հեղինակը նույնպես այսօր դահլիճում է։ Նարինե Զարինյան, ողջունեք։ Նարինե Զարինյան, Քամի։ Ստեփան Բաբաթորոսյան, մեր գյուղի գարունը, ևս մեկ անգամ ողջունենք ողջունենք։
Կոնստանտին Պետրոսյան, հայրենյաց ասպետներ, չմոռանանք կրկին ողջուններ ուղղակել դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեր սիրելի կոմպոզիտորին։ Միացյալ երգչախումբը Արնո Բաբաջանյան, մեր սիրելի Երևանը Hallelujah.
Վերջին ստեղծագործությունը, որը կհնչի Մարտիրոս Սարյանի տուն թանգարանի ակտիվից հայտնաբերել են Գրիգոր Հարությունյանը և Սոֆյա Սարյանը։ Փոխադրումը Գրիգոր Հարությունյանի։ Եվ այսպես այսօրվա Սարյան 105 համերգը կեզրափակենք Ղազարոս Սարյանի «Քեզ եմ երգում հայրենիք» ստեղծագործությամբ։ Համերգային երեկոն բարեց մեր դպրոցի թատերական արվեստի բաժնի ղեկավար Աննա Ավետիսյանը։ Դպրոցի ողջ կոլեկտիվի անունից ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել դպրոցի տնօրեն տիկին Սուսաննա Սուքիասյանին, ով հարկերի պատճառով այսօր մեզ հետ չէ, բայց իր ողջ ներուժն է ներդրել այսօրվա համերգի կայացման գործում։ Բայց ուզում եմ անպայման նշել, որ Սարյանին նվիրված միջոցառումները այսքանով չեն ավարտվում, ուստի մինչև այս տարվա վերջ բոլոր միջոցառումները գրելու են Սարյան 105 խորագիրը, որոնց ընթացքում անպայման հնչելու են Ղազարոս Սարյանի ստեղծագործությունները։ Ղազարոս Սարյանի ստեղծագործություններն իրենց հաստատուն տեղն ունեն հայ կատարողների նվագացանկում։ Կոմպոզիտորն ապնում է, քանի դեռ հնչում են նրա ստեղծագործությունները։ Մեր դպրոցը մշտապես անելու է ամեն հնարավորը, որ Սարյանի ստեղծագործությունները հնչեն հավերժ։ Շնորհակալ եմ։ Ողջունում եմ բոլոր ներկաներին, այսօր մենք խորի շնորհակալություն գեղեցիկ համերգը ստեղծելու և կատարելու համար բոլոր կատարողների, կարծում եմ հայրենիքիս ոգի փառավորում է երկնքում, քանի որ այս դահլիճում
իր հարազատ կոնսերվատորիայի այս օպերայի ստուդիայում հնչեցին եւ գործերը կատարած իր անվան դպրոցը երեխաների եւ այս հրաշալի երգչախմբի 105 երեխա երգեցին իր երգը։ Կարծում եմ սա իր հրաշալի տոն է եւ շատ շնորհակալ եմ այս տոնը ստեղծելու համար։ This դասավանդում Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյանը, ուրեմն անընդհատ նոր սերունդ է եղել եւ ամեն մի սերունդ տալիս է իր արդյունքը։ Ես շնորհավորում եմ եւ ուզում եմ շնորհակալություն ասել Վիկտոր Հարությունյանին, հայ երաժշտություն, բայց դա ոչ թե պրոպագանդա է, դա երեխաների մեջ մտցնել այն ինտոնացիաները, այն մելոդիները, որոնք կարող են ապրել երկար տարիներ։ Օրինակ Վահե Հայրապետյանի երգը ես երբ առաջ անգամ լսեցի, սա մանկական երաժշտության մեջ շեդևրներից մեկը կարող է լինել։ Դա կարող է Կարապետյանին, Բաբաթորոսյանին, Կոնստանտին Պետրոսյանին, տեսեք ինչ բազմազան երկեր, Մարտի Վարդազարյանին, ինչև էլ կերում էր Մենք Մավիսակարանը, Աննա Ազիզյանը Ամերիկ։ Ես անընդհատ ուզում եմ ասել, եթե մենք մերը չկատարենք, դա ճանաչելի չի լինի համաշխարհային հանրության մեջ։ Այսօր այս համերգը տեղափոխվեց արդեն լսում են Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Բելգիայում, իրանց հետաքրքիր է։ Եվ այնտեղ ստեղծում են նոր երգչախմբեր, նոր հնարավորություն հնչեցնելու մեր ժողովրդականներին։ Մի անգամ ևս գոհունակությունս արտահայտելով ես ուզում եմ ողջունել Սոֆային և ասել, որ հայրդ շատ մեծ դեր կատարել կոնսերվատորիայի կայացմանը, կոմպյուտերական դպրոցի կայացմանը և ամենակարևորը նոր կատարողական ուժեր, որոնք այսօր քայլում են ողջաշարժ։ Շնորհակալություն։ Ես ծնողական համայնքը կներկայացնեմ և մեր բոլորի անունից նույնպես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս երեկոյի համար և շատ շնորհակալ եմ, որ պարոն Գրիգորը և դպրոցը ընդհանրապես կարևորում են ազգային մշակույթի սերմանումը մեր ապագա սերնդի մոտ և երբ որ երեխաները դուրս են գալիս տնից, վերադառնում են, մենք իրականում չգիտենք այդ աշխատանքը պատերի հետևում ինչպես է կատարվում և այսօրվա համերգը այդ աշխատանքի արդյունքն էր և կարծում եմ այդ
ստեղծագործությունները դիպան մեր բոլորի սրտերի լարերին և հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ պարոն Գրիգորը ընտրում է հատկապես հայ երաժիշտների ստեղծագործությունները, այդ աստղաբույլը, որ այսօր ներկայացվեց, առանց մեր փոքրիկ աստղիկների հնարավոր չէ լինի հասցնել մեզ և կարծում եմ, որ պարոն Գրիգորն է մեծ գանձեր, մեծ ձեռքբերում է Ղազարեվ Սարյանի դպրոցի համար և հատուկ եմ շնորհակալ։ Ամենահաճելին ու ամենասպասված շնորհակալ եմ ձեր ծնողներ, որ մեզ եք վստահում ձեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Դե ինչ, այսօր այսքանը, գնացեք խաղաղությամբ, հանդիպենք։